Էս Kia Forte-ն է ու ինքը իդեալական ավտո է, համարյա։ Հեսա ձեզ կբացատրեմ ինչի։ Մենք Հայաստանում ապրելով ամեն օր օրական 1700 անգամ տենում ենք այս ավտոները ու այդ զարմանալի չի։ Ահա որ էժան բերում են Ամերիկայից, ահա որ էժան սարքում են, ամեն ինչի դետալները կա ու ասում են, որ այս մեքենան չի փչանում։ Եկեք փորձենք հասկանանք արդյոք այդ տենցա թե չէ։ Ինչ ունենք մենք այստեղ փչացող աղասարակ։ Ունենք 2 լիտրանոց շարժիչ, որը 150 դիաուժ է տալիս, ունենք փոխանցման տուբ, որը ավտոմատ է, տերերի 90%-ը չգիտեն, որ այս ավտոմատը իրականում տակից վարիատոր է ասես բախկված։ Հոպ, լիքը մարդու համար հիմա ես բացահայտում արեցի։ Ավտոմատով լինում են Kia Cerato-ները, որոնք որ վաճառվում են Հայաստանում, օֆիցիալ մեր դիլերի մոտ Kia-ի, տեխնիկապես ինքը Կալաշնիկովի ավտոմատն է, ստե աղասարակ փչանալու ոչ մի բան չկա, որ կարանք ասենք, պետքա փչանա ու դրանից պետքա զգուշ լինենք։ Ստանդարտ սովորական սպասարկում 7000 կիլոմետրը մեկ գոնե այս մեքենայի յուղը փոխեք։ Կառոպկայի յուղն էլ դե ինչպես եւ արդեն ասել ենք, վարիատորա պետքա մի փոքր ավելի զգուշ լինել, մի փոքր ավելի փխրուն են այս մեքենաները, ամեն սվետաֆորից նակազատ մի արեք Mercedes-ներին ու Opel Astra-ներին, լավ է, էլի նորմալ է։ Ես իմ ասածին տեր եմ ու եւս մեկ անգամ պնդում եմ, որ այս մեքենայի դինամիկան քաղաքային պայմաններում ավելի քան հերիք է։ Մենք գնում ենք 60 կմ/ժ արագությամբ, մեքենան ընդհանրապես չի նեղվում, մենք լուբոյ պայ ունենք այդ զապասը։ Այս ավտոյի տորմուզներն են մի քիչ խնդիր իմ համար։ Ուրիշ Kia-ներ քշելով կարամ վստահ ասեմ, որ Kia-ները աղասարակ տորմուզի վրա տենց հստակ չեն պահում իրանց, այսինքն չկա, մեկ է հոպ sense մի հատ եսի միշտ։ Ապագատը վախեցած դեմքը։ Այդ աղումով միանշանակ տորմուզները սրան մինուս են գրում։ Չեմ ասի, որ չի կարող կանգնացնի ավտոն, բնականաբար մեր այնտեղ քաղաքային 60 կմ/ժ-ից 70 կմ/ժ-ից եթե դուք մի խուլիգան եք, կարող կանգնացնի, բայց արագության տակ մի քանի անգամ տորմուզ անելը կարող լուրջ խնդիր առաջանա, չնայած նրան, որ 4-ն էլ դիսկային տորմուզ են սրա, բառաբան չի էլի, այսինքն տես տականալու խնդիր, տեսականորեն պետքա չունենանք։ Ասեմ մեկ էլ, որ այս ավտոն ունենում է GT կոմպլեկտացիա, GT Line-ի հետ մի խառնեք, GT Line-ը ուղղակի մի քիչ ուրիշ շթեր, մի քիչ ուրիշ բանտաժներ, իսկական GT-ին գալիս է արդեն 2 սիպլենյա ռոբոտ կառոպկայով ու գալիս է 1.6 turbo 201 դիաուժանոց մոտորով, այդ արդեն լրիվ ուրիշ ավտո է։ Պրոստը հիշենք, որ կա Հայաստանում մի 2-3 հատ այդ ավտոից ինձ թվում է կա, իրանք իրանց համար քշում են, իրանց ռոբոտը 20000 կմ/ը մեկ ռեմոնտ են անում, տուրբոն է տաքացնում են, նորմալ է։ Աղասարակ դες մեքենայի կառավարելիության մասին մի հատ բան, вообще դեմ քաշող ավտոն խեն ասում, որ կառավարելիության հետ կապ չունի, որովհետև այսպես որ մենք կողք ենք գնում, զգում ենք, որ չգիտեմ, զգում ես օպերատոր ջան։ Այս ավտոն ցելեշկի նման է, քանզի ամեն ինչը դեմն է, մոտորը դեմն է, պտտող ակերը դիմացն են, ամեն ինչը դիմացն է, հետևը ուղղակի ոնց որ պատկերացած, ասես դու ձիերը դեմից քաշում են, դու հետևից քո համար ասես նստած եսիմ սենց ինչ որ վիճակի ես, այդ խնդիրը կա, բայց այս մեքենան իր կարճության հաշվին բավականին կոմպենսացնում է այդ խնդիրը, այսինքն դու արագության տակ ռեկրեսկոմենկոմ անելուց չես զգում այդ կատարյալ դատարկությունը էլի, որ բնորոշ է դիմացի քաշող մեքենաներին, դաժե с учетом того, որ այս մեքենայի հետևը բալկա է, այսինքն տեսականորեն ինքը ընդհանրապես տախտակ պետքա լինի, բայց փաստը ապացուցում է, որ Kia ինժեներները եսին ոնց էլի Նյուտոնի հախից եկել են ու նենց են արել, որ այս ավտոն գնանենց ոնց որ ինքը չպետք է գնա, էլի։ Այս Հայաստանում համար 1 տաքսոմոբիլ պլյուս ջահելամոբիլն է, որովհետև այս ավտոն սիրում են սաղ, տաքսիստները արգում են, որովհետև չի փչանում ու վրան գազ է դրվում, ջահելները արգում են, որովհետև Ալմասա տեսքին նայեք։ Իրականում շատ սիրուն ավտո, հատկապես մեզ է այսօր sense էքստրավագանտ գույնով ավտո հասը, բայց զարմանալի գնա չնայած նա ես չեմ սիրում կարմիր ավտոները, այս ավտոն լավն է։ Որովհետև գործարանային sense սև իրականում լիքը դետալներ կան, պլյուս կարաս մի փոքր բզբզ ասես ավտոն ավելի տեսքի բերես, սս կանգնենք խփածը չերևա։ Ու sense անենք այս Kia-ի լոգոն չերևա, որ մի փոքր վարի գնացած է։ Կստати Kia-ի լոգոյի հետ կապված մի հատ հետաքրքիր պատմություն։ Տեսել ես Kia-ի թազա լոգոն։ Եթե չեմ սխալվում, այս մեքենան առաջին մեքենան է, որի վրա այդ Kia-ի նոր լոգոն դեբյուտ է արել, այստեղ մի հատ նկարը կդնեմ այդ Kia-ի նոր լոգոյի, ով չէ ալարում խոսացել է դրա մասին, ով ալարում էր խոսալ, ալարելով է խոսացել։ Արա դա ի՞նչ լոգո է, էլի։ Եթե քո ամենամեծ շուկաներից մեկը Ռուսաստանն է, ու դու տոննաներով ավտո ես բերում, ո՞նց կարաս ռուսերեն կը ես ուղակի ու ուղարկես։ Արա բայց լավ էլի ախպեր։ Այդ ի՞նչ է։ Հետ բերեք Kia-ի թազա լոգոն։ Հետ բերեք։ Այս մեքենայի գաբարիտները քաղաքային մեքենայի համար իդեալական են։ Եթե հանկարծ քարանձավում եք ապրում ու Kia Forte կյանքում չեք տեսել, ուզում եք պատկերացնեք այդ ավտոյի գաբարիտները, Տագոյկա BMW-ն է։ Լրիվ նույն Տագոյկա BMW-ն է, լրիվ նույն C-կլասն է, լրիվ նույն չափի ավտո ու քաղաքում իդեալական է։ Համ բավականաչափ մեծ է, որ ունենաս բագաժնիկ, ունենաս երկրորդ ռադ, համ при этом բավականաչափ փոքր է, որ լյուբոյ տեղ կարողանաս այդ ավտոն կանգնեցնել։ Մեկ ինչ պլոտնի լցրած պարկով կա, մենք հազիվ տեղ կարացել ենք գտնենք։ Մենք մեծ ավտոյով լինենք, явно չենք կարողանալու կայնացնենք այս ավտոն։ Եթե դուք ջահել տղա եք ու ուզում եք գնաք մի օր սպատամա Վրաստան հանգստանալու, Սրա բագաժնիկը տենց չի բացվում։
ոնց թե։ Ու դուց ասա։ Ընդից է բացվում։ Դες կիաները ընկեր։ Չէ, նայ։ Օպ։ Հələ պակոստը բագաժնիկի չափ է, էլի։ Մալադեց, բան չունեմ ասել, ստեղից կարանք մի անգամ ես կնապ կեն սխմենք, սիձենինգերն էլ պարկի ինտեղի։ Ինչ ուզես արդեն կարաս տեղափոխես։ Իրականում բագաժնիկը շատ մեծ է, ես ստեղ ձերս դաժե ենկոմը չի հասնում, հատուկ ստեղ բգնական նախատեսածա, որ կարանաս իջացնես, ոչմ մարկանց համար են էլի այս ավտոն սարքել։ Այդ դուրս գալիս է։ Ինձ մի փոքր անհարմար է այս մեքենայի դուգը ինչքան է բացում, ես իմ գաբարիտներով ստեղ մի փոքր դժվար եմ տեղանում, իսկ ես ամենագաբարիտնի մարդը չեմ, բայց հենց նստեցի, դու ոչ Էվկլիդյան տարածության մեջ ես հայտնվում ինչ որ կոնկրետ, ահա որ շատ է, չեմ հասկանում ոնց ես դες փոքր դրան մեջից մտնում ու հայտնվում եսին որտեղ, ստեղ տեղը ահա որ շատ, հա, ես ինքս իմ հետևն եմ նստած իմ 1.73 բոյով ու այն տիպի հարմար եմ նստած, որ կարամ դուքսել չգամ։ Նու, ինձ թվում է Հայաստանում Մակտիկ նվազագույնը մի անգամ կամֆորտ տաքսի կանչած կլնեն ու գոնե մի անգամ այս ավտոյի հետևը նստած կլնեն, էլի։ Եթե վիդեոով ես նայում, քեզ թվում է դու մի դաս ավելի բարձր ավտոյի մեջ ես նստած իրականում, որովհետև մոնիտորը, ղեկը բավականին սիրուն, դաժե կլիմատ կոնտրոլը սովորական կոնդիցիոներ չի, բարձր կոմպլեկտացիաներում ստեղ անգամ լուկ է լինում, կոր սալոն։ Քեզ թվում է կարճ ասած, որ դու ավելի լավ մեքենայի մեջ ես, քան իրականում կա, բայց երբ արդեն սկսում ես կպնել ամեն ինչին, մի քիչ դու всё-же այդ էժանությունը զգում ես, որ էսա պլաստմաս, էս, նո, ստեղ բան չկա, որ պլաստմաս չի կարճ ասած, որ ուշադրություն դարձնեք, քաղաքում ոնց ենք շունկի ավարտները, կամ այն տաքսիստներն են, որոնք որ գլորվում են պրոստը, որ իրենց ծախսը մաքսիմալ քիչ լինի ու գազը ուշուշ լցնեն։ Մի մասն էլ են ջայլ տղեկներ, որ նայում եք հիմնականում GT upvest-ներ հավաքած ավտոյի վրա, ինչ որ սպոյլեր հետևը դրած մեծ բանտաժներով, որոնք որ պրոստը վայրենի նման են քշում այս ավտոները, ու ես իրենց հասկանում եմ իրականում։ Քաղաքային պայմաններում այս ավտոյի դինամիկան լրիվ հերիքում է, որ դու ընդհանրապես չկորես քաղաքի տեմպում։ Ավտոյի կոմֆորտի մակարդակը բավարար է, չեմ ասի, որ ինքը շատ լավն է։ Օրինակ իրա կլասում Nissan Sentra-ն իմ համար կոնկրետ շատ ավելի կոմֆորտ է։ Drive մոդելի կնոպկա կա ստեղ, որը այս ավտոյի դեպքում, որ ասեմ, շատ բան է փոխելու սուտ կլինի։ Մենք ունենք ստե normal, sport, smart, նույն Ջահեն ձևով կապտեց կարմերից ավտոն, մեր ավտոն կարմիր է, կարանք так что սպորտով քշենք։ Սպորտի ժամանակ բնականաբար ղեկն է մի քիչ ձգվում, չնայած զգալի տարբերություն չի ունենում, իսկ վարիատորը իրոք լավ է իրան պահում սպորտի ժամանակ, սկսում է աբագոտները լավ երկար պահել։ Խորհուրդ կտամ ձեզ ուղղակի քշեք սմարտով հանգիստ, ձեր համար ոչ մի բանի մասին չմտածեք, որովհետև այս ավտոն քաղաքային պայմաններում sense տենց եթե դուք ուզում եք վայրենավարի քշեք սպորտով, էլ ձեզ դինամիկան չի հերիքելու, եթե դուք ուզում եք Պրոստը լավ քշեք, ձեզ սմարտով էլ է հերիքելու էլի իր դինամիկան։ Ինձ թվում է կարողացա բացատրեմ ինչի է այս ավտոն իդեալական ու կարողացա բացատրեմ ինչի է համարյա իդեալական։ Այս ավտոյի պլյուսները անչափ են ուղղակի։ Էժան սպասարկվող, բավականին երիտասարդական, բավականին լավ նաստրոյի կարած ավտո, պրակտիկ։ Ու ինչի է համարյա իդեալական, որովհետև նախ եւ առաջին այս ավտոյի գները հիմա բավականին բարձր են համեմատած նրան թե ինչ էին իրանք մի որոշ ժամանակ առաջ։ Երկրորդ, այս ավտոն всё-же տեխնիկապես իդեալական չի, ունի իր նրբությունները ու ունի իր առանձնահատկությունները։ Գնել թե չգնել այս մեքենան դա ձեր սեփական որոշումն է, բայց ես իմ մասով կարող եմ ասել, որ եթե ձեզ պետք է պրակտիկ, բայց դրա հետ մեկտեղ գեղեցիկ մեքենա, միանշանակ մտածեք Kia Forte-ի մասին։ Այսօր մենք ձեր համար պատրաստել ենք այսքանը, եթե ձեզ դուր են գալիս մեր վիդեո հոլովակները, միացեք մեզ բոլոր հարթակներում YouTube, Instagram, Telegram, TikTok, ոնց որ բան չեմ մոռացել։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։